Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Եղանակը շարունակվում է անպամած մնալ, անձրևային վիճակով մնալ, այս պահին անձրև չի գալիս, ու արևը փոքրում է, դուրս գալ։ Որպես է եկել գործանում։ Մենք էլ մեր գործին անցնենք, չէ՞։ Անհանգիստ եմ, հավերից դուրս եմ հանել։ Ընդհանրապես անպամած եղանակներին այդ չէ, գազանը ավելի շատ գալու, բայց մեղքս շատ եկան էլի, երեք ամբողջ օրը փակած եմ պահել, քանի որ ամբողջ օրը անձրև էր, հետո ընդհանրապես ինչ-որ մի բան, որ կգնասի իրենց, անհանգիստ բաներ եմ անում, ես էլ դե ուշադիր եմ, սիմը չկան անդեղ երևի, այս այնց եղանակը քանի որ դեպի լավն է գնում, սիմայի տրամադրությունները լավը, ամեն ինչ նորմալ է, քանի որ ինքևայն է, իստեղ ցելոֆան եմ թռել, սա կոպրակ է, կիսել եմ, բացել եմ, որ մեծանա, մեկը վերցնել է արդեն, քանի որ ավերիս առավոտ շուտ եմ դուրս հանել, հետո այս մեկը թողեցի, քանի որ գնացի դուրը բացեցի, սիրել է դերոտներում, հիմա շարունակեմ գործս, ու տեսնենք ինչ վիճակ է մեր կարալոկի ճիրը, շատ լավ վիճակ է, տեսանելու երևում է տարբերությունը, մյուս սենյակի պատուհանը բացել եմ ու այդ կողմից եմ տեղադրել ինպես աղցիկը, որ կարողանամ հեշտությամբ ձեզ միանալ, շուտ եմ արթնացել, բնականաբար սիրելի հետևորդներ ջան, երեկել գնացել եմ հարևանիստուն, սրճել ենք, լավ ժամանակ ենք անցկացրել, Վահանիկին փոքրիկ նվերը հանձնել եմ, շատ ուրախացավ, հիմա չեմ ուզում այս պահին շատ երկար այստեղ զբաղվել, կգնամ կգամ, այս էլ ձեռքի հետ կանեմ, համել, հավերիս կհետևամ, ու քանի որ այդ պահին ես զբաղված էի ու սովորություն ունեմ, որ վարպետը հենց գալիս է, մի հատ կոֆե եմ եփում, դեռ չեմ եփել, ու այդ պահով մի քիչ անհանգիստ եմ էլի, գնամ կոֆե եփեմ, որ արդեն հանգիստ գործ անենք, ես ինձ լավ զգամ, որ հյուրասիրությունը արել եմ, ու այդ հետո արդեն ուտելիք կպատրաստեմ ու մի լավ գործ եմ ուզում անել այսօր ձեր հետ, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ ինչի մեջ սա անհանգստություն կա, անընդհատ դուրսն եմ նայում, հավերիս էլ եմ մի տեսակ անհանգիստ, երևի որ երեք դուրս չեմ հանել, ինձ թվում է այդ պատճառով իրանք մի քիչ աչքերները ոնց որ դերմտության մեջ փակած ա եղել, այսինք սովոր են իրանք, ու կգնան արոտի, բայց այս պահին իմ պատկերասրահը այնքան հիասքանչ է, որ ուզում եմ ձեզ էլ ցույց տալ, մի պահ այդ գեղեցկությունը, գեղագիտական ցույց կտամ, հետո նոր կգնանք կոֆե եփելու, այդպես։ Ահա սիրելի հետևորդներ ջան, այս պահի պատկերասրահը իմ գյուղի, որ այս ծնաբեր ամպերի տակից արևը փորձում է դուրս գալ, բայց դե ամպերը շատ են, անպամացությունը խիտ է, ավելի այսօր, էլի լավ է, որ անձրևը կտրվեց, էլի, ավերս ուրախությունից երգում են, այս կողմն էլ նայենք, սիրելի հետևորդներ ջան, կթնաղբրի դոշի վերևը, նույնիսկ կապույտ երկինքն է երևում այս կողմից, մեր խեչի դոշը, այստեղ իմ կառալյոկի շարանները, սիրուն, համով, այս էլ իմ բաղ ու բաղ չեն,
Հավերս արդեն գնացին արոտի։ Սենց, իսկ կոմ թեքվեմ։ Մի քանիսն էլ այս կողմ են հավաքվել։ Եվ արդեն արոտի գնացին։ Մենք էլ գնանք կոֆե եփելու վերջապես։ Անցնենք կոֆե եփելու։ Раз, два. Ես էլ բաժակ-մաժակը իր հետ պահանջվող համավությունները կպատրաստեմ, հետո նոր կանցնեմ իմ հիմնական գործին, որ ուզում եմ այսօրվա վլոգի մեջ այդ գործն անել։ Այդպես էր հետևորդներ ջան։ Այ ասիլ ասցրեց։ Որոշ ժամանակ անցել, սիրելի հետևորդներ ջան։ Գործողություններ եմ կատարել չուչխելի շփոթ պատրաստելու համար, այդ ընթացքում նաև ձեր հետ զրուցել էի, բայց քանի որ վարպետը աշխատում է այնտեղ գործիքով, այդ գործիքի ձայնը տեսա, որ շատ է խանգարում, իմ ձայնը գրեթե չէր լսվում։ Հիմա եկել է այն պահը, որ եկալի այս շփոթը պատրաստել եմ խաղի շիրայով, ալյուրով և այսպես երբեմն մի քիչ հարել եմ ու պետքավոր մի քիչ էլ բլենդերով հարեմ, շատ թանձր չէ, ահա ցույց տամ, այսպես է, բայց ալյուրի գնդիկներ կա մեջը, դրա համար էլ ուզում եմ մի քիչ բլենդերով հարել, այսպես։ Դժվարության գտողը համովալին եմ չէ, այստեղ չնայած իմ հարմարությունները այն չեն, բայց ես չեմ նեղվում և իմ համար հարմարությունները դասավորում եմ։ Այսպես։ Հիմա սա մի փոքր հավեմ, որպեսզի այդ ալյուրի գնդիկները բացվեն և արդեն սկսեմ։ Իհարկե կամաց եմ պտտելու, որ շատ չցրվի այս անկում։ Ինչպես տեսնում եք, ինձ հաջողվում է։ Շատ բարի, շատ հաջող լինում է։ Եվ այս անկում չի տարածվում կաթիլները։ Մի 100 գրամ։ Դեռ մի փոքր է պահանջում։
ասել, ինչպես եմ պահում բլենդը, որ կաթիլները շատ չտարածվեն, ոչ թե այսպես թեքությամբ ենք պահում, սիրելի հետևորդներ ջան, այլ ուղիղ ենք պահում եւ ոչ մի կաթիլ դուրս չի թռչում։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ որ դուք տեսաք, որ ես հարեցի բլենդերով, այստեղ գտնվում է 1 կիլոգրամ ալյուր, 1 կիլոգրամ շաքարավազ եւ 1 բանկա խաղողի շիրա։ Այս շիրան շատերդ կհիշեք, որ ձեր հետ միասին անցյալ տարի էի պատրաստել, իմ թալվարի խաղողի շիրան է, հիմա սրա ժամանակն է, այստեղ տարածք ազատել իմ համար, որպեսզի կարողանամ հեշտ աշխատել։ Այսպես 5 բանկա ունեի, մեկը բացել եմ արդեն եւ ջրի փոխարեն 1 բանկա շիրան եմ լցրել, ահա այստեղ բացված բանկան է, տակը նստվածք ունի, այս նստվածքը չենք լցնում, խաղողի շիրան այդպիսին է, միշտ նստվածք է թողնում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այս լարը, որի մուսերի վրա էի դրել, անջատեմ։ Եթե ընթացքում տեսնեմ պետք է նորից կմիացնեմ, այստեղ, և կաթսան եմ բերում, որպեսզի արդեն սկսեմ եռացնել։ Այս իմ նոր կաթսան էի բերել, որ սրա մեջ շփոթ եփեմ, բայց հետո հասկացա, որ սա պետք չէ, էլ չտարալ բանալու, և սա արդեն նորից այս կողմ կբերեմ։ Եվ բերեմ դրա փոխարեն այս ավելի լայն տարածքովը, սրա մեջ ավելի հեշտ կպատախեմ, նա մի քիչ բարձր է, սա էլ համ բարձր է, համ էլ լայն է և լցնում եմ այստեղ։ Սառը վիճակով եմ այդ խաղողի շիրան լցրել, մի տեսեք, թե ինչ հրաշալի բացվել է։ Դեռ մի փոքր կա, դա էլ արդեն խառնելու ընթացքում, հենց որ սկսի տաքանալ, սա էլ արդեն կբացվի։ Սիրելի հետևորդներ ջան, որոշ կարևոր գործողություններ կատարեմ եւ արդեն հենց որ հունի մեջ ընկնի, արդեն կզրուցեմ պատրաստման պարագաների մասին, այդ մասին հետաքրքիր կզրուցեմ ձեր հետ։ Երբ որ շատ գործերի մեջ ենք լինում, մեր ուղեղը կենտրոնացած է լինում տարբեր գործերի վրա, հետո որ մի գործից մի գործն ենք անցնում, ուզում ենք մի հատ կենտրոնանալ ավելի լավ, որպեսզի սխալներ թույլ չտանք, սա մեզ պետք չէ, եւ արդեն խաղողի շիրան եմ բացում, հավել կհամտեսենք։ Այսպես արդեն սրբել եմ փոշուց, մաքուր է։ Մյուսը որ բացել եմ, ես արդեն համտեսել եմ, համը գիտեմ, բայց մի հատ էլ ձեր հետ կհամտեսեմ, շատ քաղցր է և անկարագրելի համեղ է, մեղանա։ Իմ սիրելի խոսքը, որ ամենահամուլ բաներին ասում եմ մեռոն է, գիտեք չէ, որ մեռոնը ինչ է, սիրելի հետևորդներ ջան, բոլորը յուրահատուկ ծաղիկներից, թփերից վերցրած պատրաստուկ է, որը օգտագործում են եկեղեցական օրհնանքների ժամանակ եւ երբեմն մենք այդ խոսքը օգտագործում ենք։ Այդպես։ Ինձ զանգ է գալիս, սիրելի հետևորդներ ջան, այս պահին 1 րոպե ներողություն պատասխանեմ։ Սիրելի հետևորդներ ջան, համտեսեմ շիրան ձեր հետ նույնպես։ Ամեն բանկայից մի փոքր համտեսելու եմ, թափանցիկ, գույնը շատ հրաշալի, անտիր, շիրան համտեսելուց հետո փայտե շերեփն եմ վերցնում, սրանով եմ խառնելու և հենց այսպես առանցքազու ջախամյացները լցնում եմ և հիմա ասեմ, թե այդ ինձ զանգ է, որ ես ստացա, սիրելի հետևորդներ ջան,
Հիմա մի քիչ մոլորության մեջ եմ ընկել, քանի որ այդ զանգը ինձ ասեցին, որ ակլոր են ուզում, 2 հատ ակլոր են ուզում, հիմա չգիտեմ, այս գործը սկսել եմ, բոլորդ էլ գիտեք, որ այս գործը, որ սկսում ենք, շատ երկար մոտը մնալ է պահանջում, այս պահին չեմ միացնում, քանի որ ինձ ասեցին, որ կես ժամից այստեղ կլինեն, պետք է այդ ակլորները բռնեմ և վաճառեմ, 2 չափի ունեմ, սիրելի հետևորդներ ջան, մեծերը 6000 դրամով եմ վաճառում, դրանից մի փոքր թեթևները 5000-ով եմ վաճառում, խնդրեցին, որ նաև ես մաքրեմ, ասենք բմբուրները մաքրեմ, բայց քանի որ տեսնում եք ինչ գործի մեջ եմ, ես դրանից հրաժարվեցի և հիմա չգիտեմ ինչ անեմ, սպասողական վիճակի մեջ եմ, գա չեմ ուզում այստեղ միացնեմ, շերեփը փայտի է, եթե մեջը մնա, չի խանգարի, չի վնասի, ինքը տանձի փայտից է պատրաստված և առայժմ մի քիչ դադար եմ տալի և սպասեմ իրենց գալուն, սիրելի հետևորդներ ջան, իրենց կճանապարհեմ և նորից կգամ ու կշարունակեմ։ Սիրելի հետևորդներ ջան, դուր ամուր փակեմ, որ վերամահակման համոք էստեղ չկա, ճանապարհեցի, այդ ակլորի պահն էլ կարգավորեցի և ընտիրություն է, մի խոսքով, որտեղ էինք մնացել, այստեղ կա 1 կիլոգրամ ալյուր, 1 կիլոգրամ շաքարավազ, 2 բան կա, այսինքն 2 լիտր խաղողի, շիրա, բնական, անարատ, դեռևս 3-ն էլ ունեմ, սիրել հետևորդներ ջան, դեռև բարձրացնեմ, գործս երկարեց այսպես, հիմա նորից իջեցնեմ, մեկն եմ բացելու, բացիչ, քեզ որտեղ եմ կողցրել, այո, այստեղ է, ընտիր, և արդեն կսկսենք, գիտեք, որ երկար է խառնվում, սիրելի հետևորդներ ջան, ես կասեմ ժամեր է պետք, 2 ժամ մոտավոր, սա էլ է գցնում և արդեն կմիացնեմ գազօջախը, տեսեք գույնը, ամենատակը չեմ լցնում, այսինքն չեմ ողողում բանկան այսպես, բայց ամեն դեպքում այն թեթև նստվածքը գալիս է, որը չի խանգարում, ընդհակառակ ավելի լավ է և համ ու հոտ է տալիս, սիրելի հետևորդներ ջան, հոտ ասեցի, նաև ասեմ, որ ոչ դարչին եմ ավելացնելու, ոչ մեխակ, ոչինչ չեմ ավելացնելու, սիրելի հետևորդներ ջան, խաղողի շիրայով շփոթ պատրաստելը այդպիսի ոչ մի բան չի պահանջում, հատկապես սա այն ռեցեպտն է, սա այն չափաձևն է, որ արել են հնում մեր տատերը, շատ հնում, և այդպես սերունդեսերունդ մեզ է փոխանցվել, շատ լավ գիտեք, որ այդ շատ հին ժամանակներում, այդքան էլ տարածված չի եղել մեխակը, դարչինը, և այդպես, այդ դոշաբի մասին խոսք չունեմ ասելու, թթի դոշաբի հատկապես, բայց քանի որ ես հիմա խաղողի շիրայով եմ անելու, չեմ ուզում, որ ոչ մի այլ բան ավելացնել, որ դուք տեսնեք, թե խաղողի շիրայով պատրաստված շփոթը չուչխելի համար ինչքան ընտիր է լինում, շատ կրակը թեժ անել պետք չէ, այսպես, լավ է, մնաց, և արդեն անդադար պիտի խառնեմ, մինչև այս կաթսայի հատակը շերեփը քսելով, շատ հարմար է այս փայտե շերեփը, հատկապես, որ ինքը կլորություն ունի իր մեջ և կարողանում եմ այսպես վերցնել և բարձրացնել, քանի որ հենց դրա մեջ է էֆեկտը, ընդհանուր այս գործողությունը կատարելու հաճույքը, հավեսը և անդադար պիտի խառնեմ
Ես նկատում եմ, որ պետք է եւս մեկ բան այլ ավելացնեմ, քանի որ թանձրություն եմ նկատում ու քանի որ գիտեք դե որ եռում է, էլի թանձրանում է ու դեռ չեռած ինքը թանձր է, դրա համար այնտեղ լավ է, առայժմ չի կպչինա, ես շատ լավ գիտեմ եւ եւս մի բան կա, խաղի անարատ շիրա եմ լցնում Արդեն 4 լիտր սրանով եղավ, որ լցրել եմ։ Աշխարհում ինչքան մարդ, այդքան ճաշակ, այդքան պատրաստման տարբերակ, սա իմ տարբերակն է մշտական, սիրելի հետևորդներ ջան, եթե խաղողի շիրա չեք ունենում եւ ուզում եք որ ձեր չուչխելը սիրուն գույն ունենա, ես խորհուրդ կտամ ավելի լավ է այդպիսի գույներ օգտագործեք, հա, սննդային, քանց թե շաքարավազը հալեցնել, չնայած չեմ էլ ուզում պատավանել, դա նույնպես ճաշակի հարց է, նախասիրության հարց է եւ չեմ ուզում ոչ մի այլ տարբերակ քննադատել, այլ ուղղակի ես իմ գործն եմ անում Եվ իմ այս լավ տարբերակն եմ ձեզ բերել, եթե ոչինչ չունենաք, նույնիսկ ջրով է լինում, սիրելի հետևորդներ ջան, եւ այդ գունաներկերը սննդային հենց այդ ժամանակ են պետք գալի, թեպետև այդ տղենորից մեզ կարող է գույնի համար օգնության հասնել մեր մուրաբաները, հատկապես ընկույզի մուրաբան, ես ինքս չեմ փորձել, դրա առիթը, դրա կարիքը չի եղել, Քանի որ ես մշտապես կամ չեմ արել, կամ էլ խաղողի շիրայով եմ արել։ Ահա, ես հիմա այստեղ գիտեմ, որ 5-րդ վանկանել եմ լցնելու, հանկարծայում տեղ կա, որը շատ լավ է, որ տեղ կա։ Եվ հիմա արդեն իսկ լցնեմ։ Քանի որ շատ լիքը կոմպոտներ ունեմ, Նաև ընկույզի մուրաբա ունեմ, տեսնեք, որն եմ որոշում, որն եմ ավելացնում, բայց շատ ավելի լավ կուզեմ, որ պետք չկա և ամբողջը պատրաստեմ խաղողի շիրայով, այո, արդեն իմ կաթսան լցվեց և չեմ ավելացնելու նաև վանիլին, սիրելի հետևորդներ ջան, վանիլինի համը, հոտը, բույրը, Զգում ենք խմորեղեններից, ճիշտ է, սա նույնպես քաղցրավենիք է, բայց ես ավելի շատ ուզում եմ իր բնական համով լինի, ընդհանրապես այն տարիներին, երբ որ մեր տատերը պատրաստել են, միշտ խաղողի շիրայով երբ որ պատրաստել են, այդ բույրը բոլոր բույրերից, բոլոր համերից տարբերվող է և ուզում եմ ամբողջապես այդպես պատրաստել Քանի որ դեռևս չի եռացել, այստեղ գույնը դեռևս չի մկվի, բայց արդեն իսկ ամբողջ մասսան ստացել է շիրայի գույնը։ Ես վստահ եմ, որ հենց որ կեռա, քիչ անց տեսախցիկը կմոտեցնեմ, գույնը կտեսնեք, հենց որ կեռա ինքը արդեն կմկվի և կունենանք շոկոլադի գույն։ Ինչքան երկար ենք թողնում եռալու, այնքան ինքը մկվում է։ Քանի որ այդ կրճոկներից այդպես էլ չկարողացա ձեռք բերել, էլի այսպես եմ շարելու, հա։ Ու իմ սիրելի հետևորդուհին ինձ խորհուրդ է տվել, որ փնտրեմ Viber-ում, այնտեղ լինում է։ Եվ դրանով էլ կզբաղվեմ։ Խնդրեմ, սիրելի հետևորդներ ջան, այս պահին այս տեսքն ունի իմ շփոթը խաղողի շիրայով Այս փրփուրը, որ դուք տեսնում եք, սա ալյուրից է, որը շուտով կանցնի։ Ահա։ Ամբողջովին ինքը դեռ չի թանձրացել, նույնիսկ դեռ չի հասցրել տաքանա, և ես անդադար պետք է խառնեմ։ Սիրում ենք չէ ժամացույցի սլաքի ուղղությունով խառնել և մեր հաջողությունը բերել։ Դե ես շարունակեմ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, իմ շփոթը գրեթե պատրաստ է, ապա մի տեսեք։
նորից, հրաշալի, դարձել է էլաստիկ, գույնը մքվում է, ընդհանրապես խաղողի շիրայով պատրաստած շփոթը բոլոր շփոթներից տարբերվում է, անուշ բույր է տարածվել, խաղողի բույր է տարածվել իմ խոհանոցում, այսպես, տակը չի կպել, շատ կամաց եմ գազօջախը միացրել, այսպես, շերեփը կլորությունով սեղմում եմ լրիվ գացայի հատակին և զգում եմ, որ չի կպել։ Մի քիչ էլ այսպես կհարեմ, կխառնեմ, կպտտեմ և արդեն պատրաստ կլինի, հիմնականում կթողնեմ, որ գույնը մքվի մի քիչ էլ, քանի որ հենց եռալուց է, որ գույնը մքվում է, այո, համն էլ կտեսնեմ, թեպետև գիտեմ, որ շատ համեղ է լինելու, որ հասկանամ արժե շաքարավազ ավելացնել, թե ոչ, այո, անդադար խառնում ենք, հրաշալի, շատ հրաշալի, մի տեսեք, իմ շատ սիրելի հետևորդների համար ես շարունակում եմ խառնել ու պտտել իմ շփոթը խաղողի շիրայով պատրաստված և ուզում եմ մի գաղտնիք բացել, պատրաստ եք, քանի որ ամբողջությամբ խաղողի շիրայով եմ այս շփոթը եփում և ոչ մի գրամ ջուր, միայն ալյուր, շաքարավազ և քաղցրահամ խաղողի շիրան, բնական, առանց ջրի եփված, նույնպես ասեմ, որ ինչպես եմ պատրաստել այդ շիրան, երկար կտևի, դա հետո, եթե հետաքրքրի կարող եք ինձ գրել, կամ էլ հաջորդ վլոգում կասեմ, սիրելի հետևորդներ ջան, հիմա ուզում եմ այդ գաղտնիքը բացել, երբ որ խաղողի շիրայով ենք պատրաստում, և արդեն ասեցի առանց ջրի, ամբողջությամբ խաղողի հյութից բաղկացած, հենց որ ուզում ենք դրանով շփոթ եփել ու հենց որ ուզում է սկսել թանձրանալ, թվում է թե շաղվում է, սկսում ենք վախենալ, մտածելով, որ վայ, մեր շփոթը շաղվեց, փչացավ, դեն կնետենք հիմա, բայց այդ որ թվում է թե շաղվել է, սիրելի հետևորդներ ջան, դա հենց խաղողի իր ունակությունն է, մի քիչ նմանվում է ժելատինի, խառնվելով ալյուրի հետ, թվում է թե ժելատին ենք տեսնում, այդպիսի կտորներ ենք խոշոր կտորներով տեսնում և հենց այդ ժամանակ սկսում ենք ավելի արագ խառնել, բայց ոչ այնպես, որ կաթսայից թափվի, ինչպես տեսնում եք այստեղ մաքուր է և շատ կոկիկ եմ աշխատել, այսպես սիրելի հետևորդներ ջան, շատ ուրախացա, որ կարողացա ձեզ միանալ, թեկուզ և մի քիչ խառնվելով ստացվեց, գնացի նաև 2 աքլոր վաճառեցի, բայց այնուամենայնիվ նաև իմ չուչխելի շիրան եփեցի, նաև վարպետն է աշխատում այնտեղ, գիտեք ինչքան եմ ծանրաբեռնված, հիմա նորից անդրադառնամ այդ գաղտնիքին, այսպես, հենց որ նկատում ենք այդ պահը, որ ժելատինի նման կտորներ է առաջանում ու թվում է, թե մեր մոտ չստացվեց, չհիասթափվեք սիրելի հետևորդներ ջան, այլ սկսեք խառնել, համառորեն խառնել, իհարկե թույլ կրակի վրա և մեկ էլ ինչ եք տեսնում, հոպլյա, մեր շփոթը կծվում է և սկսում է դառնալ, ահա այսպիսին, հրաշալի, ծանրացել է ձեռքսել է հոգնել, բայց ես տրամադրված, ուրախ սրտով, այսպես, ահա,
Հրաշալի։ Շատերը չուչխելին չուչխել չեն ասում, շարոց են ասում, քաղցր շարոց են ասում, կամ սուջուխ են ասում, սիրելի հետևորդներ ջան, բայց մեր թումանյանական լոռու շրջանում բոլորս չուչխել ենք ասում, դա է ճիշտը։ Թեպետ եւ նորից չեմ ուզում վիճաբանել այդ հարցի շուրջ, քանի որ մենք հայերս տարբեր տարածաշրջաններում տարբեր անունների ենք սովոր ասել, ինչպես որ երեկվա իմ պատրաստած խավիցը, որ շատերին թվում է թե դա հալվա է, բայց հենց դա է մեր շրջանում ընդունված որպես խավից։ Հալվան էլ երբ որ անում ենք, այդքան չենք մքեցնում, նույնիսկ ես այստեղ 2 կտոր ունեմ, ահա, այսինքն բոլորը նույնն է, միայն հալվան չենք կարմրացնում շատ, բաց գույնի վրա ենք թողնում։ Այսպես, ես սկսեմ էլի խառնել, ուզում եմ մուգ գույնը ստանալ, բայց պետք է զգույշ լինեմ, որ չայրվի ու չկպչի տակը, սիրելի հետևորդներ ջան։ Այնուհետև կթաթախեմ ու կշարեմ այստեղ, որ արդեն իսկ պատրաստել եմ, անցել եմ 10-15 րոպե, սիրելի հետևորդներ ջան, նորից ձեզ եմ միացել և ժամանակն է գազօջախը անջատելու։ Այո, այսպես կարող է մնալ մի փոքր 5-10 րոպե, չի խանգարի։ Այդ ընթացքում նաև ես զգում եմ, որ ձեռքերս քաղցրից կպել է, ուզում եմ համտեսել, տեսնեմ եթե կարիք կա մի փոքր շաքարավազ ավելացնելու, ավելացնեմ, որը նույնպես գաղտնիք է, սիրելի հետևորդներ ջան։ Դա այն նպաստում է, որ մեր խաղողի շիրայով պատրաստած շփոթը չուչխելի համար լինի ավելի փայլուն, լինի ավելի քաղցր, թեպետև հենց խաղողի շիրան ինքը իր բնական քաղցրությունով արդեն իսկ ես նկատում եմ, որ ձեռքերս կպչում է շերեփից, գոլորշուց, բայց մեկ բաժակ շաքարավազը այստեղ մեզ կօգնի ավելի փայլ ստանալ և ավելի համեղ դարձնել։ Այսպես։ Ես հիմա ձեռքերս կլվամ այս քաղցրից և կշարունակեմ։ Հիմա ափսեր եմ բերել համտեսելու համար, համեր բաժակ եմ բերել շաքարավազ ավելացնելու համար։ Մի փոքր լցնեմ, մի քիչ կսարի։ Այսպես։ Ինքան որ համը տեսնեմ։ Թեպետև, սիրելի հետևորդներ ջան, հենց այսպես կարող եք վայելել, որպես դեսերտ։ Ընտիրություն է շատ քաղցրել։ Հետևաբար այս պահին ուզում եմ դա վայելել, բայց պետք է շաքարավազ ավելացնեմ մի փոքր, որն արդեն այստեղ բերել եմ մոտեցրել, որ հեշտ լինեմ։ Ահա։ Սիմուչկան էլ ամշոտերն առել, ինչպես միշտ։ Իսկ թե ինչու անջատեցի գազօջախը, սիրելի հետևորդներ ջան, որ չկպչի տակը։ Հիմա սա կլցնեմ, կխառնեմ, հետո կմիացնեմ մի փոքր էլ կեռա։ Երբ որ շաքարավազը լցնում ենք, ինքը նորից մի թեթև բացվում է, այդ իր պնդությունը բացվում է, և նորից պիտի միացնեմ, որ շաքարավազը նույնպես մի փոքր եռը ստանա։ Ահա, մի լավ կխառնեմ, որ կրակը վառեմ, հետո արդեն չդժվարանամ, չանհանգստանամ։ Այո։ Քանի որ տաք է, շաքարավազը շուտ է հալվում, բայց պիտի խառնենք, որ մի տեղ չմնա։ Քանի որ ինքը թանձր է արդեն, նաև դրանից է դժվար խառնվում, չէ՞։ Հիմա կմիացնեմ և կթուլացնեմ։ Այո։ Մի քիչ էլ այսպես կեռա ու նոր միայն կթաթախեմ։ Տեսնենք կարող եմ այսօր այս վլոգը ձեզ հասցնել։
Եթե կապի խնդիր չլինի, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ, որ հենց այսօր այս վլոգը ձեզ հասցնել, քանի որ վաղը նույնպես շատ գործեր ունեմ և չեմ ուզում, որ ոչ մի բան իրար խառնվի։ Այո, չենք հալարում, անդադար խառնում ենք, մի քիչ մուգ գույն ստանալու համար։ Ես նաև հասցրել եմ կադրից դուրս ճաշակել այս համովությունը, շուրջս մի քիչ կարգի բերել, բաժակը մի կողմ տանել, արդեն 2 ժամ ավել է զբաղվում եմ այստեղ, ընդհատումներով միանալով ձեզ, այսպես հրաշալի։ Ձեռքից մի ձեռքն եմ փոխանցում, որ շատ հոգնածություն չզգամ։ Այսպես։ Ես դեռևս շարունակում եմ խառնել, որպեսզի վերջին այդ բաժանեցրած շաքարավազը նույնպես եռա և եռացել է մարմանդ, գաղտնի ձևով, քանի որ երբ որ խառնում ենք, մենք եռը չենք նկատում, տեսանելի չի երևում, սիրելի հետևորդներ ջան, այո, և պատրաստ է, կարող եմ անջատել, կարող եմ 5-10 րոպե թողնել հանգստանա, շերեփը կհանեմ կմաքրեմ, քանի որ դեռևս մասսան եղման աստիճանի է, էլի եմ խառնում, որ չկպչի, թեկուզ և կրակն անջատած է, բայց քանի որ ինքը կաթսան եղման աստիճանի տակ է, մի քիչ էլ այսպես խառնում եմ, սա նույնպես մանրուք է, բայց շատ կարևոր է, ահա, սիրելի հետևորդներ ջան։ Շերեփը մաքրեմ, շարուկները թելերից մի քիչ բացեմ ու սկսեմ արդեն թաթախել վերջապես։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ կախված են իմ շարոցները առանց շփոթի։ Գիտեք, որ 2 ձևով էի շարել, երկար և կարճ։ Կարճերը ամբողջական են, առանց կիսելու, երկարները կիսած են։ Եվ հիմա արդեն թաթախում եմ։ Կուզենք 2 անգամ կթաթախենք, կուզենք 1 անգամով կբավարարվենք։ Ամեն դեպքում մենք կնկատենք այդ ընթացքում, եթե կարիքը լինի, ապա մենք դա կհասկանանք։ Մարդիկ կան, որ սիրում են, որ թափանցիկ լինի և ընկույզները երևա այսպես, հա։ Մարդիկ էլ կան սիրում են, որ ամբողջը ծածկված լինի, ասես գաղտնիք լինի, թե ինչ կան ասում։ Տաք վիճակով չենք կարա միանգամից այդպես հաստ փակենք իրեն։ Դրա համար մի հատ այսպես առաջին պահը կթաթախենք, որից հետո կհասկանանք, արդյոք արժե երկրորդ անգամ թաթախել։ Կարծում եմ իմ այսքան պատրաստած շփոթը կհերիքի և պակասոր չընտա։ Շատ արագ այնտեղ պատրաստել եմ, որպեսզի ծորա ու հատակին չծորա, այնտեղ պատրաստում եմ այն իմ սիրուն ծաղիկներով սկուտեղը և նրա մեջ է կատկթելու, հիմա ինձ ինչ է մնում, օպա, մի փոքրել, արդեն ես տեսնում եմ, որ թափանցիկ է լինելու և քանի չի սկսել կաթա, մի փոքրել օգնում ենք, այսպես, և արագի մեջ հասցնում այստեղ, այո, և նույն ձևով շարունակում եմ, մի քանիսն էլ այստեղ պատրաստել եմ, այս մեկն էլ ձեր հետ թաթախեմ, հետո արդեն մնացածը կադրից դուրս, թողնում ենք մի լավ ինքը ծորա, որ հետո խնդիրներ չունենանք։
այսքանը, սիրելի հետևորդներ ջան, 1, 2, 3, 4, 5, 6 Սրանց էլ առանձնացնեմ, քանի որ ամբողջական վերցրել էի ու մի տեղից կախել Սեզամ բացվիր Այսպես, ճիշտն ասած, ես հենց այսպես կիսած եմ սիրում ու այս չափի Իսկ այն շատ քմբլիկները թորնիկներիս համար կլինի Այսպես Երկուսը միասին թաթախում եմ, գործը արագացնում եմ Պապետն էլ է տանը, պիտի հաց դնեմ, հա Այսպես Հիմա երկուսը միասին բարձրացնում եմ, այո Ընտիրություն Հրաշալի Հենց այսպես է գործն արագանում, չէ Всё